Հայկարժան անձնակատար, հարգելի տիկին դոս, ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական միության ընդլայնման հարցերով անձնակատար Մարտակոսին եւ իր գլխավորած պատվիրակությանը։ Անձնակատար Կոսը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայականն է։ Այս այցը նշանակալի է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև բոլոր ուղղություններով համագործակցության խորացման առումով, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ այն տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ։ Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից։ Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայունության եւ աճի պլանի ներքո 25-27 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման եւ հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։ Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին եւ այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, TRIP երկթուղու եւ ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղում։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական միության ղեկավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի եւ ուշադրության համար։ Հարգելի տիկին Կոս, եւս մեկ անգամ գոհունակություն հայտնելով կառուցողական եւ բովանդակային քննարկումների համար խոսքը սիրով փոխանցում եմ ձեզ։ Thank you, dear Deputy Prime Minister Grigoryan. It is true, I am back here in Armenia exactly after 6 months after my last visit in September, but I already announced that I will be back soon. So our ambassador knows, so you will have to work again with your team, but I know you like to do this. So I like coming back because I can see with my own eyes how the transition process in Armenia is going on. And a great deal has happened in those 6 months since I was here, and the world has become even more unstable, and that has shown once again why our work in South Caucasus matters so much. It has shown how important it is to have reliable partners and friends, and this is how we see Armenia. Allow me to wholeheartedly thank you for your help in evacuating European citizens from this region. Thank you so much. This is really an important year for Armenia. In May, Armenia will host the European Political Community meeting, followed by the first ever EU-Armenia summit. That shows how important this regional
meaning has become for Europe and how much our partnership has deepened. With war raging to the north and south, trade routes to South Caucasus are becoming more important than ever. Together with the Deputy Prime Minister Grigorian, we looked at where we can improve infrastructure to cut transport time and costs between Europe and Asia. Traffic along this route has quadrupled since 2022. Can you imagine? Since 2004 years, it is 4 times higher. So with the right investment, it could, this is what the experts say, triple until 2030, and that would benefit Armenia and of course it would benefit also Europe. But it's really not only about trade and economics. It also, I see, there's a contribution to peace. Armenia and Azerbaijan have taken important steps towards peace and stability, and I want to commend those efforts. Europe wants to help. We are ready to invest in regional connectivity to promote sustainable peace, stability and prosperity, and this is how our European Union has been built upon peace, stability and prosperity. Opening border crossing points, building bridges and modern roads can connect people as well as markets. By building stronger economic ties, we can also help reduce the risk of conflict. Europe knows from its own history how important this is. At the same time, we are helping Armenia's economic growth. Since the announcement of the Growth and Resilience Plan in April 2024, EU support has already helped 7,000 businesses and contributed to the creation of more than 20,000 jobs. We are also building schools, investing in housing and social services, and supporting the integration of Karabakh Armenians with over 70 million euro in assistance, including cash support, housing and social services. The EU is also financing the modernization of Armenia's education system, including the renovation of 7 schools across the country. And we are determined to continue our support. This is why today we signed a financing agreement that will lock an additional 140 million for Armenia. Among other, the money will support reforms needed to move forward on full visa liberalization. And this is important. Armenia is the only country in the world in an active visa liberalization dialogue with the EU, reflecting the depth of our ties. And finally, this is also an important year for Armenian democracy. In June, Armenians will go to the polls. Across Europe, we see malicious actors trying every day to undermine democratic processes through cyber attacks, disinformation and other forms of interference, and Europe is here to help. We will support Armenia in fighting hybrid threats and disinformation so that Armenians can vote freely and fairly and decide the future of their country for themselves. Thank you. Thank you.